Արտուր, ես քեզ հրապարակային հրավիրում եմ, եթե պաշտոնդ պազվալյատ անում, բայց եթե քո պաշտոնը պազվալյատ չանի, մտածես ասես, չգիտեմ ինչ պաշտոն ես եղել, պրոկուրոր թե ինչ, նախ մի պաշտոն ունեցել ես Ղարաբաղ։ Եթե մտածես ասես Գևորգը պաշտոն չի ունեցել, Գևորգ եթե անելը այդքան էլ հարիր չի քեզ, Արտուր ջան, մնա քո կարծիքին, այդ կարծիքը չի կիսում լիքը մարդիկ, ովքեր որ թե բարձր պաշտոնյանները ներկայիս, թե նախկին են բարձր պաշտոնյան եղել, թե մշակույթի, թե արվեստի, թե գիտության, տարբեր ոլորտների մարդիկ կան իմ հետևորդների մեջ, որ իրանց համար ինչքան է եղել դեպքեր, որ հանդիպել ենք, ասել են Գևորգ շատ ուրախ ենք, որ քեզ տեսանք իրական սենս ողջունում են, լավ մեկնաբանություններ են թողնում, անձնական են գրում, լավ բաներ են գրում, այնպես որ թող էդի ճարտարի ժողովրդի կամ ընդհանրապես քեզ ճանաչող մարդկանց մոտ կարող է ասնավան լինի, ասին Արտուրը մերժել է Գևորգի հրավերը, Գևորգը քեզ հրավիրում է, քո հետաքրքրող յուրաքանչյուր թեման կամ իմ արտահայտված յուրաքանչյուր թեմայի շուրջ բանավիճ ենք։ Համոզված եմ կստացի մեր մեջ զրույցը, որովհետև դուք քաղաքավարի ազնվորություն եք, բայց որ միշտ գալիս մեկնաբանություն եք գրում, ձեր մեկնաբանությունները տարօրինակ եւ տրամաբանության մեջ չտեղավորվող բաներ են։ Ես դրա շուրջ եմ ուզում խոսալ։ Ուզում եմ մենք գանք ռեալ դաշտ, ոչ թե հեքիաթներով ապրենք։ Կընթերցենք ժողովուրդ, ուզում եմ հիշեցնեմ ինչ թեմայի մասին ես եթերը բացել, այս տեսանյութի 3 օր գցել եմ։ Հանձնեց Պուտինը, հանձնեց Մակրոնը, հանձնեց սա գերտերությունները։ Դա հանձնին բացի Նիկոլից ոբշեմ։ Նիկոլը եթե Ղարաբաղ խազնողներ, այսինքն իր ձեռը։ Ուրեմն տեսեք, բարձած այս թեման ինչի մասին է, չեմ ուզում 5 րոպե միացնեմ, լսեք, ում հետաքրքիր է, թող հետ գնա երեկվա տեսանյութս, թող նայ։ Խոսքը վերաբերվում էր մի քաղաքացի ինձ հարց է տալիս, թե ով հանձնեց Ղարաբաղը։ Ես մեկնաբանում եմ, ստե ինչպես եղավ, որ Մակրոնը հանձնեց, Թրամփը հանձնեց, Պուտինը հանձնեց, իմ խոսքը նրա մասին է, որ աշխարհի երեսին, երկիր մոլորակի վրա ոչ մի փոքր պետություն չի կարող որոշի հարձակվի մեկ այլ պետության վրա։ Սա կատարվում է գերտերությունների ծրագրերով։ Կարող է լինի օրինակ գերտերության մի մասը համաձայն չլինի, օրինակ Ամերիկան համաձայն չլիներ սենց եղանակով Հայաստանը հարձակվեր Ադրբեջանի վրա կամ Ադրբեջանը հարձակվեր Հայաստանի վրա, կարող է Ռուսաստանն դրա կողմնակից, իսկ Ռուսաստանի ազդեցության գոտումը այդ ծրագիրը իրագործվում է։ Ու ժողովրդի մոտ ստացվում է այսպես, որ Ռոբերտ Քոչարյանը հզոր տղա դրա հարձակվեց Ադրբեջանի վրա, բան sense հաղթեց, բան շատերը չեն խորանում, որ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլ փոքր պետությունների ղեկավարները իրանք չեն կարող գեոպոլիտիկի հարցերում որոշող լինեն։ Ուրեմն ընկերներ ջան, նախ առաջինը Արցախը ով հանձնեցը, ես ճիշտ եմ մեկնաբանը, որ հանձնեցին միջազգային հանրությունը, հանձնեց Ֆրանսիա, Ամերիկա, բայց պարտության մեջ, պատերազմի պարտության մեջ, մեղավոր ես չեմ ասում, Մակրոնն է, Տրամփն է, հասկանում տարբեր դրանք դետալներ են։ Յուրաքանչյուր հարց պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե դա վերաբերում է քո պետությանը, քո ազգին, չի կարելի թռուցիկ մի բան ասել, ասես դորոշ վերցնել, դե գիտեք Նիկոլո Դավաճանը, Ռոբերտ Քոչարյանն էլ հերոս, ասես այդ հերոսը, որ խորանում է, ասես փորփրում ես, բացահայտում ես, որ կարող է ինչ որ հերոս քո պատկերացրած, որևէ գերտերության ագենտ է, շպիոն է, մի խոսցրեք ինձ, մի արեք նենց, որ ես սկսեմ արդեն մտեմ անձնական դաշտ 88 թվի շարժումը, որը սկսվել է, դա պետք է բացահայտվի, թե որտեղից է այդ ծրագիրը մշակվել, որտեղ է մշակվել։ Երեք ես էսա կանդրադառնամ իրանց մեկնաբանություններին։ Երեք ես երրորդ մասով քայլում էի, եթե հայրենի կինոթատրոնից մի քիչ ներքև, հանդիպես մի մարդ, մշակույթի մարդ է գրող, եթե լսում եք ինձ, պարոն Վարազդատ, ողջույններս, ով որ ներկայացրեց, որ Չարենցի հետ էլ է շփվել, Շիրազի հետ էլ է մոտիկ եղել, եւ էլի հայտնի քաղաքական գործիչների Վանո Սիրադեղյանի հետ եւ էլի բաներ պատմեց, շատ հետաքրքիր զրուցակից էր, շատ խելացի, հետաքրքիր մարդ, ես էլ բացահայտում եւ ապացույց նրան, որ իմ հետևորդների մեջ միշտ ինտելեկտով մարդիկ են ելնում, ձեր նման այդ որ գալիս եք ամբախ զամբախ քֆուր մֆուր տալիս գնում, ձեզ գրողից ոստեմ ուղարկում, որտեղ դուք չկաք իմ կյանքում։ Ինչ խոսացինք Հովանես Շիրազի բանաստեղծությանը Մասիս Հելնե Մասիսին թքեմ հայի ճակատին ով որ ուրանա Մասիսը թե ինչ Հովանես Շիրազը գիտեք հայրենասեր մարդ ա եղել երեխաների անունը սաղ դրել է Արաքս Մասիս Արարատ կար թե չկար չգիտեմ վերջը Սիփան այսինքն հայկական լեռնաշխարհի սարերի գետերի ձորերի անուններն ա դրել ու ասել է երեխեքը սաղ պետք է մեծանան հետ բերեն այդ ամեն ինչը ես գիտեք կարող եք դուք հիմա վատ ընդունեք իմ խոսքը բայց ես
քննադատության մոտիկացա Հովանես Շիրազի այդ բանաստեղծությանը, գիտեք ինչի, ասում եմ հարգելի վարազդատ, ձեր ընկեր Հովանես Շիրազը մեր սիրելի, մեր պաշտելի բանաստեղծը, երբ որ այդ բանաստեղծությունը գրում էր Հելնեմ Մասիսին թքեմ հայի ճակատին, ով որ ուրանա թե ինչ չէ, բառերը չեմ կարող հիշել, ասի ինքն դե պետքա վերջակետ դներ, ասել որ սա հայրենասիրական բանաստեղծություն, սա հոգու խորքից դուրս եկած խոսքեր է, բայց սա ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիվանագիտությունը, որտեղ սկսվում է ռեալ կյանքը, որտեղ սկսվում է պետությունների հարաբերությունը, որպեսզի ընթերցողը երբ որ ընթերցում է այդ բանաստեղծությունը, այո ոգևորվի, ուրախանա այդ բանաստեղծությամբ, բայց կանգ առնի ընկետում, որտեղ դու պետքա քիթդ խոթես, ասես Արարատը իմն է, պատերազմ եմ սկսում, չհաշվարկելով քո ուժերը, կամ քո դիվանագիտությանը եթե պետքա նա ազդի, դու պետքա արդեն կանգ առնես, հասկացանք բանաստեղծությունը ոգևորիչ է, հայրենասիրական է, ինչպես Ներսիկ Իսպիրյանը հայրենասիրական երգեր է գրում, բայց Գևորգին կոմենտարի էին գրում, Գևորգ ջան, պատերազմի ժամանակ որտեղ է եղել, հայրենասիրական երգ գրող Ներսիկ Իսպիրյանին կամ իր եղբոր որդուն, որ լավ երգեր են գրում, ես էլ եմ սիրում իրանց երգերը, իրանց չեն գրում, այդ որ տենց հայրենասիրական երգեր եք երգում, դուք հայրենիքի մեջ ինչ ավանդուն եք դրած ռազմի դաշտում։ Ես ոչ թե հիմա պարտքու պահանջ եմ դնում Ներսիկ Իսպիրյանի առաջ, կներեք, սխալ կհասկանաք, եթե տենց եք հասկացած։ Ես օրինակ եմ բերում, երբ որ դուք ինձ ասում եք ինչ ես արել, ուր ես եղել, ոնց ես արել, ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, լիքը հայրենասեր մարդիկ իրանց գործը ռազմի դաշտում չէր, մեկ այլ տեղ էր, մեկը մշակույթի, մեկը այդ երգի երաժշտության ոլորտում է, մեկը դիվանագիտության, գիտեք, պատերազմը մենակ զենքով են հաղթում, պատերազմը խելքով են հաղթում, գրիչով են հաղթում։ Չորանակ սրա մեջ ուզում եմ ճիշտ ինձ հասկանաք Հովանես Շիրազը այո հայրենասիրական բանաստեղծություն է գրել, բայց ինքը ստոպը չի տվել, որ ստե վերջակետ։ Այ հայրենակիցներ ջան, եթե դու քաղաքական գործիչ եք ելնելու, վարչապետ եք ելնելու, արտգործնախարար եք ելնելու եւ այլ պաշտոնյաներ, որը պետքա դիվանագիտություն բարի, չառաջնորդվեք իմ ոտանավորով։ Հասկանում եք։ Հիմա հայ ժողովրդի մեծամասնությունը կամ իմ մեծ զանգված առաջնորդում է այս ոտանավորով, ասում է՝ «Արա Նիկոլո Դավաճանը, այդ տեսեք Հովանես Շիրազը կլներ մեր վարչապետը, ընտիր բան կլներ»։ Այ վատը էտա, որ այսօր դուք ամեն մարդ, ով որ ինչ որ որոշակի հարգանք, որոշակի սեր, որոշակի ճանաչելիություն ունի, այդ մարդուն ասում եք ինքը լներ մեր վարչապետ լավ կլներ, չգիտակցելով թե վարչապետի գործառույթը ինչքան դժվար է, ամբողջ պետության թե ներքաղաքական կյանքը, թե արտաքին քաղաքական կյանքը, այդ մարդու գրիչի տակով, այդ մարդու աչքերի դեմով պետքա սաղ անցնի, շոշափելով որտեղ կարան հաղթեն, որտեղ վտանգ կա, որտեղ կարան հետնահանջ անեն, ոչ թե ռազմի դաշտում, ընդհանրապես դիվանագիտության մեջ էլ ալնում հետնահանջ, կարան զիջողական քայլերի գնաց, մեկ քայլ, երկու քայլ, երեք քայլ, բայց հետո մեկ քայլով սաղ հետնահանջածդ վերցնես մի բան էլ ավել։ Ես դիվանագիտական չեմ ասում, դասեր տամ, մի հատ էլ ասեմ դու դիվանագետ ես, Գևորգ, որ մեզ դասախոսություն ես ընթերցում, ես փորձում եմ ընդհանրապես թեթև բարձեցնել իր վիճակը։ Խոսքի հիշա Հովանես Շիրազին, որ այդ 88 թվի շարժումը Զորի Բալայանը գրող, Սիլվա Կապուտիկյանը, իրանք են ոգեշնչել, ոգևորել, ժողովրդին գցել, բայց իրանք չգիտեմ, Սիլվա Կապուտիկյանը դժվար տեղյակալներ, որ Մոսկվան հենց այդ ամեն ինչի էփել է։ Էփել է ուղարկել ստե Բաքվում, Սումգայիթում այդ ջարդը որ կատարվել է, Բաքվում, բարձա չէ, Բաքվի պատասխանատվության վրա է։ Բայց բարձել չէ, որ ասում է հանցագործը չի համարվում, հանցագործ միշտ որ դատարանի կողմից չի հրապարակվել վճիռը։ Հիմա Բաքուն էլի հանցագործ է, բայց վճիռ չես դու կարող կայացնել, որովհետև դու չգիտես Մոսկվան է ճաշը էփել Բաքվի, Սումգայիթի, Ղարաբաղի մեջի այդ շարժումը։ Ու լիքը sense բաներ կա ժողովուրդ ջան, որ դուք մակերեսորեն եք։ Ես էլ չինես որ շատ խորացված տեղյակ եմ, բայց ամեն ինչ տանում է խորության։ Երբ որ քեզ նայում ես ծովին, ասում ես դե ինչ կլինի կամ ափերը տենում ես մի մետր խոր, ասում ես ընդել կլինի 1 մետր խոր, 2 մետր խոր։ Իրականում դե կարող է կիլոմետրով խորը լինի։ Միշտ ապեք ենթադրություններ եզրամանավանդ ամեն մարդ իր կարծիքը ունի, ձեզ հարգալից բայ, խնդրում եմ, որովհետև ես չեմ կարող ամեն հայվանի ամեն անգամ հելնեմ բլոկ։ Էդի տենց Նիկոլը կպահել։ Անցնենք հիմա երևի գրած այդ 5-6 մեկնաբանությանը։ Բերեք, քանի որ Արթուրին եմ անդրադարձել, Արթուրի գրածը ված բան չկար, ոչ էլ հարց կար, մի հատ Արթուրի գրածը կներեք ժողովուրդ ընթերցեմ։ Արթուր, հա ճիշտ է, Արթուր Ղահրամանյանը մի խոսքով, այսինքն իմ խոսքը, որ Մակրոնը Թրամփը բանը մեղավոր են գրել է, մի խոսքով կեցե շագերտներım իմ խոսքն է, էլի իբր մեջ բերեմ, կեցե ես ու Նիկոլը, ես այսքան խելոք, Նիկոլն էլ այդքան հայրենասեր, շագերտները մա գրել, այսինքն ոչ Նիկոլն է հայրենասեր, ոչ ես եմ խելոք, նենց խայթողական միտք է գրել։
մեր խելացի լինելը եւ գիտակցելները Արթուր ջան, հրապարակային է ամեն ինչը արվում։ Ես հրապարակային միտք եմ ասում, դու տակը մեկնաբանություն ես գրում։ Եթե դու չես դասվում այն լիքը արցախցիների, ղարաբաղցիների կամ շարքին, ովքեր որ հետևից են խոսում, այլ դու կարաս իմ դեմ մարդեմ sense եթեր անել, ես փակում եմ ստե թեման, շարունակությունը հաջորդ եթերը սպասում եմ քո հետ։ Այսօր յուրաքանչյուր ժամ ես ինչքան գիտեմ քեզ անձնական գրել եմ, դու չես բացել անձնական նամակները, դու ինձ անձնական նամակ գրի, պետք է որ ես քեզ էլի հրավեր ելնեմ մի տարի առաջ, ամիսներ առաջ գրած, չեմ հիշում ինչ եմ գրել, կարող եմ գրել շատ մարդ ունեմ ես գրած, չեմ իմանում։ Բացում ես, ասում ես Գևորգ, ես ընդունում եմ քո հրավերը, բանավեճ ենք եթերով։ Քո ընտրած թեման, արի խոսանք, իմ արտահայտված մտքերի շուրջ արի խոսանք։ Այսպես գալիս մեկնաբանություն ես գրում, ես ոչ մեկին մեկնաբանությունում չեմ պատասխանում։ Կարող եմ միլիոնից մեկ ես պատասխանեմ։ Դել հասկանամ, որ խոսքի այս հարցին պետք է պատասխանով վերջացնել, մարդիկ որպեսի տարակուսանքի մեջ չլինեն։ Պատասխանում, բայց sense ամեն գալացի, գիտեք 400-ով, 500-ով արդեն մեկնաբանություն կա երեկվա տեսանյութից տակ։ Ես սաղ օրս պետք է նստեմ մեկնաբանություն պատասխանեմ։ Ու որին էլ չպատասխանեմ, արդեն վիրավորվելու ասելու ա, որ մեկին պատասխանում ես, մյուսին չես պատասխանում։ Մի խոսքով, բայց այս գրածը մի խոսքով գեցե ես ու Նիկոլը, ես այսքան խելոք, Նիկոլն այդքան հայրենասեր, այս հայթողական խոսքը գիտես ինչի մասին է նաև պատում, որ դու հակափաստարկ չունեիր, այս իմ արտահայտված մտքերի մեջ չուներ հակափաստարկ, ասել Գևորգ, ես ինչ բանը սուտ ես ասում, սխալ ես ասում, Կոմո չի ծնվել հակափաստարկ, ինչի որտեղ մաքուր ճշմարտությունն եմ ես խոսացել, որտեղ ինչ խոսացել եմ, դա է իրականությունը, դուք իրականության հետ գրիվ եք տալիս, բայց ներսում, դուք իրականության հետ չեք կարա, դուրս գաք բանավիճի, ես տենց եմ մտածում, 2 տարի ախի, դու չես ճանաչում ինձ, քո ախպերը չի ճանաչում իմ հոր եղբորը, իրար հետ մոտիկ չեն, ծանոթ չեն, ընկերություն չեն արել, իմ ազգանունը քեզ բան չի հուշում, Քարահունջեցի Արստամյանների տոհումը քեզ բան չի հուշում, մտածել ես այդ վատ մեկնաբանություն գրողների շարքին եմ պատկանում։ Իմ ազգանունը քեզ պետք է եւ իմ գյուղը Քարահունջ գյուղը եւ Արստամյանների տոհմը քեզ պետք է մի բան հուշեր։ Դրա համար դու իմ հետ բանավիճել ուցել մի քիչ էլ պետք է իմանաս որ լավ պետք է ազգաս, որովհետեւ հնես չի որ դու ճարտար համբավունը ճանաչելիությունը Գևորգ Քարահունջ ինչ որ կորած մորած մարդ էր։ Կամ էլ իմ ազգակիցները, իմ ազգի մարդիկ։ Արթուրը երևի կլսի այս տեսանյութը, հետեւում է ինձ միշտ մեկնաբանություն ագրեմ։ Սիրով կսպասեմ Արթուր ջան։ Ես քո խայթողական բանին վիրավորական բան չեմ պատասխանի, ասեմ դու ես անխելքը, դու ես չեմ ասի, այդպես բան տարիք դել ինձանից մեծա չեմ ասում։ Հիմա խոսքը վերաբերում է հաջորդ մեկնաբանությանը, բայց 30 տարի մյուս նախագահներին էթխի չէին տանում Լոնդոն վախեցնում։ Ես որ ասել եմ ինձ հասած տվյալներով Նիկոլ Փաշինյանին պատերազմի օրերին տարել են դե ոնց չեն ձեռները չեն կապել հետևին, պարզ չի որ տարել է էսենց պարտավորված գնացել է Լոնդոնում ասել են այդ Մինգիչավորի ջրամբար, բան, Գանջայի վրա արայիկն էլ խփած, որ ինչքան գիտեմ Գանջայի վրա խփած դե օրնա եղել է, թե պիտի ուգրաժատների օրնա եղել։ Ասել է սիշ դե գիտեք նավթը բանինն է, չէ, Անգլիային այդ ադրբեջանական նավթը բանը, Անգլիան իր շահից ելնելով Նիկոլ Փաշինյան ասել այդ արայիկին բանին ասել իրաց ձգեն։ Ու դու այդ պատերազմ չպետք է ոչմ զորք մտցնես բան էլի Հայաստանից, որ մեղադրում են ասում են Նիկոլը զորք չի մտցրել։ Մեղադրանքը ինչ որտեղ ճիշտ է, բայց ես օրինակ ասում եմ, ուրեմն ճիշտ է դա եղել, որ զորք չմտցնի, որովհետև Հայաստանի պետականությունները էր վտանգված։ Օրինակն էլ բերի էլի որ կենթանական աշխարհում էլ մայրը այո պայքարում է իր ձակի համար, բայց եւ գիշատիչները ձակը խլում են իր մնում է որ ինքը փրկվի, փախնում է փրկվի, հետո ձակ կունենա։ Նույնը Հայաստանը փրկվել է, փախել է, փրկվել է այդ ճակատամարտից, որը պետք է կործանվեր պետականությամբ, այն հույսով են ակնկալիքով որ կուշեղանանք եւ Հայաստանը կուշեղացնենք եւ այն ինչ որ կորցրել ենք, կտենանք ոնց է դասավորում, հետ կբերենք։ Իսկ որ ասում եք 30 տարի բանախագահներին չէին տանում Լոնդոն, ընկերներ ջան, 30 տարի Լիսաբոնել են տարել, Քիվեստել են տարել, Մադրիդել են տարել։ Եվ լիքը միջազգային հարթակներում ճնշում էին Հայաստանին, որ դու այդ հողերը պետքա հետ տաս, քոնը չի։ Եթե սուտ եմ ասում, թող Ռոբերտ Քոչյանը ասի սուտ ես ասում։ Արա ես ինչու այն տեսանյութն էլ չի հիմա բեր ասեմ, ֆակտ ցույցն է որ գալիս է Թուրքիայից, Կոնստանդնուպոլսից, ոնց է մի բան Ստամբուլից որ Ռոբերտ Քոչյանը գալիս է խոստովանում որ հա ընդ Արցախի բանի մասի խոսք չկա։
տարածքային ամբողջականության բան, հա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանին։ Եվ դուք չգիտեք, ես պետք է ասեմ, կամ Ռոբերտ Քոչարյանը պետք է ձեզ ասի, որ միջազգային հանրությունը եւ որևէ պետություն, այդ թվում Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախ Հայաստանի մաս։ Ու այդ ընթացքում միշտ ճնշում էին Հայաստանին, որ պետքա դուք գնաք կոմպրոմիսի, պետքա հետ տակ 7 շրջանները, 5 շրջանները, հետո 2-ը, հետո խոսենք Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։ Այս իմ մեկնաբանությունը ես նաև հաստատեցի, ըստ մի հատ հարց կա, այդ հարցն էլ լավ է, հա, այս հարցին ես սրանով էլ պատասխանեցի, հաշվեք, բայց ավելացնելու եմ։ Լավ, բայց այդ ինչ է առաջարկել Ադրբեջանը, որ Մակրոնը, Թրամփը, Պուտինը Արցախը տվեցին ազերներին, ոնց որ ասում ես իրանք են տվել։ Ես նոր նավթի անուն նշեցի, չէ՞ որ նավթը հետաքրքրություն ուներ Անգլիան։ Ընդհանրապես, որ ասում եք Հայաստանը շոկվի պուծի մեջ է մտնում, պրինցիպի Ադրբեջանն էլ է մտնում այդ հյուսիս հարավ, արևելք, արևմուտք։ Այդ խաչմերուկում այլ է գտնում, չէ՞, դες իր տարածքով էլ հələ ավելի շատ տրանսպորտային միջոցներին աշխարհից անցնում գնում։ Աշխարհը իր շահի համար հնարավոր է Ադրբեջանին պաշտպանի, թե չէ։ Այդ մեկ, ամենագլխավորը բաց ասեմ։ Աշխարհը Մակրոնը, Թրամփը բանը դարել են աջակցած նրանով Ադրբեջանին, որ դեմ են գնացել պատմաիրավական փաստերին, բայց կողմ են եղել ապօրինի փաստաթղթին, որը Ստալինը զերծել է Ռուսաստանի առաջվա Կրեմլի նախագահան Ստալինը Արցախ ապօրինի կերպով տվել Ադրբեջանին։ Սրան կողմ է եղել Թրամփը, Մակրոնը, կարող է Մակրոնն ասել է, բերեք 1921 թվականի որոշումը վերանայենք։ Թրամփը ասել է այդպես բան, ձեր Պուտին ձեզան ասել է այդպես բան։ Բա որ Պուտին ձեզան այդպես բան չի ասել։ Հիմա ինչ եք ուզում։ Հիմա ուզում եք ասեք Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Իսկապես Ռուսաստանը դառնում է մեր դաշնակիցը, որ իրանց նախկին կատարած 100 տարվա առաջ հանցագործությունը իրանք շարունակում են իրանց հանցագործության կողքին կանգնել, պաշտպանել Ադրբեջանին։ Եվ վերջապես հայկական բանակի հետ, չգիտեմ ինչ հակաօդային պաշտպանության պայմանագրեր ունեն միասին ստորագրած 102-րդ բազա ունի, տեսել եք Ղարաբաղ ռուսական զենքեր ա եղել, այսինքն դուք կասկածում եք, որ Ռուսաստանը դաննեք չէր տալիս Հայաստանի, Ադրբեջանին Ղարաբաղում դեպքերի մասին, թե որտեղ ինչ զենք կա տեղադրված, որտեղից հարձակում պետք է սկսվի, որտեղից նահանջ կա։ Ուզում եք ասեք Ռուսաստանը չէր օգնել Ադրբեջանին պատերազմի ժամանակ։ Եվ վերջապես Թրամփի ու Մակրոնի օգնությունը դա քիչ է, որ իրանք լուրը մունչ հետևում էին, ընդամենը կոչեր էին անում, հորդորում են երկու կողմին դադարեցնել պատերազմը։ Այնպես որ ձեր 30 տարում եւ ճնշում էին, բայց ինչու չվերցրին Ղարաբաղը տվել Ադրբեջանը, որովհետև ոչ մի գերտերություն չի գնա մեկ ուրիշ պետության համար արուն թափի, բայց կօգնի զենքով, տարբեր միջոցներով, ֆինանսական միջոցները, թե ինչով է, օգնեցին Ադրբեջանը Ղարաբաղը վերցնի։ Չդարձավ որ Մակրոնը, Թրամփը եւ գերտերությունները միջազգային հանրությունը այո ծախված, հա, ծախված իմասով, ես ասել եմ, այդ պատերազմը ի սկզբանե ծախված է եղել, մարդիկ գրել են, ինչ են գրել։ Հա, համասումս առաջի օրվանից Արված ալավեր ծախված է, համել ասում ես դավաճան չի, մին կողմնորոշվի։ Ժողովուրդ ջան, երբ որ ասում եմ այդ պատերազմը ծախված է եղել, ես չեմ ասել այդ պատերազմը Նիկոլը ծախել է։ Դրա համար ինձ հարց են տալիս կողմնորոշի Նիկոլ Դավաճանը, թե չէ։ Ինգերներ ջան, պատերազմը ծախված է եղել այն նրանով, ինչով որ ցես նոր ներկայացրի, որ այո Մակրոնն էլ է գնացել պատմաիրավական փաստերին դեմ, Թրամփն էլ, Պուտինն էլ, եւ միջազգային բոլոր հարթակներում էլ չէին ուզում լսեին, որ Ղարաբաղը դա պատմական հայկական հող է, թե հայկական հող է, հայկական բնակչությամբ եւ պետքա կամ միացվի Հայաստանին կամ էլ ինքնուրույնություն տրվի։ Ոչ մի բան չեն արել, դա չի նշանակում, որ այդ պատերազմը ծախված է եղել, երբ որ իրանք զինում էին 30 տարի։ Այդ պատերազմը ի սկզբանե ծախված է եղել, այսինքն ի սկզբանե 94 թվականից սկսում սաղ աշխարհը Ադրբեջանի պաշտպանում էր, աջակցում էր զենքով էլ, իր դռները բաց էր, չէ՞, ամեն տեսակ զենք է կարացել առնի։ Իրան աջակցել են, որ ինքը տիրանա Ղարաբաղին։ Դա դարձավ որ ծախված է։ Իսկ դավաճանությունը ուրիշ է, ծախվածը ուրիշ է։ Ծախված է միջազգային հանրության գերտերությունների կողմից, բայց դավաճանված է մեր հայրենիքը, մեր ներքին ճշնամիների կողմից։ Դե հիմա թող դատավորը դատարան որոշի, թե ով է դավաճանել։ Եթե Նիկոլն է դավաճանել, թող Նիկոլին դատեն։ Նիկոլն էլ են կանչել, չէ՞ դատարան հարցաքննության։ Քննիչ հանձնաժողովը իբր բացահայտեց, բայց ծածկադմփոց արեց գնաց։ Բարձա որ բոլորն էլ ունեն մեղքի չափաբաժին, թե այսօրվա իշխանությունը, թե նախկին իշխանությունը, դրա համար ասել է բերեք իրար ոչ չտրորենք, թեման փակենք ժողովրդին կխափենք, թե դեռ ռազմական գաղտնիք է։ Դեռ ռազմական գաղտնիքը դուք կարաք փակեք, ռազմական գաղտնիքների մասին ակնարկներով խոսակ։ Այսօր Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը,
հրապարակային են զրույցներ են անում, որ ասում են, «Սա վաղ Ռուսաստանը հարձակվելու է մեր վրա»։ Неужели թույլ է տրվում վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին կամ ազգային ժողովի նախագահին այսպեսի սուր արտահայտություններ անի։ Սուր արտահայտություններ անելուց առաջի տեղին, բայց քանի հազնաժողովը փակելն ասում է ունի կարևոր բաներ կա, չի կարելի ամբողջ աշխարհը բանը լսի, մեր պետությանը, պետականությանը վտանգ է սպառնում։ Հիմա մեկ ուրիշ Ալպեր Մելքոմյանի գրածին են պատասխանում, ինչքան գիտեմ, բայց իրան բլոկել է, որտեղ այս մեկնաբանությունից բացի, եթե չեմ սխալվում, ինքը վիրավորանք ա գրել, ինձ հայհոյանք ա գրել, վիրավորանքը ու հայհոյանքը չի ընդունում, անհարգալից չի, խոսքը չի ընդունում կողմից, բայց յուրաքանչյուր առողջ միք, առողջ խոսք ես կարամ քննարկեմ։ Պատասխանում եմ, կռվի ժամանակ դիրքերում լինեիր, ոչ թե Animal Planet նայեիր, որ իմանաս ով է Արցախը հանձնել։ Այս մեր եղբայրը Ալփեր Մելքոնյանը, չգիտի որ այդ նույն պատերազմի մասնակիցների մի մեծ հատվածը խոսում է, որ պատերազմը հանձնել է Ղարաբաղի գեներալները, հանձնել են Հայաստանում գտնվող նախկին իշխանությունները, որ իրանց կադրերն էին թե բանակում, թե բոլոր ոլորտներում, հələ նոր էր, չէ՞, բա իշխանափոխություն է եղել 2 տարի էր։ Մի մասը տենց է պատմում, մի մասն էլ ասում է Նիկոլա Դավաճանը։ Ոչ մեկի ձեռտակ չկա բացահայտ փաստաթուղթ, որ սա Նիկոլա Դավաճանը, Նիկոլա Զանգելը ասել է հետնահանջարեք։ Բայց լսել են հետնահանջ տվող ա եղել, բա թե Օնիկը ինքնուրույն էր դա անում, թե Սերժ Սարգսյանի օգնությամբ, թե Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Ես տեղյակ չեմ, այնպես որ ռազմի դաշտում ըլնելով չի, որ պետք է տենաս ով է Դավաճաներ ինչ ա եղել, որովհետև կռվող տղերքի մեջ կան լիքը կարան հիմա տակնել գրեն հաստատեն, որ իրանք չեն համարում Նիկոլա Դավաճան։ Ալպեր, եթե դու համարում ես Նիկոլա Դավաճան, դա չի փաստ։ Իմ ասածն էլ չփաստ։ Իմ ասածը իմ կարծիքն է։ Մեկն էլ մեկնաբանությունում գրել է, ասում է դու պետք է նշես, որ դա դու քո կարծիքն ես ասում։ Մոռացել եմ դա ասեմ, որ ժողովուրդ ջան, ես սա իմ կարծիքն եմ ասում։ Ժողովուրդը արդեն սաղ կասկածել է, ես որ ուրիշների կարծիքներն եմ ասում։ Քիչ չեք տնեն, որ իմ անունից է խոսքը հնչում։ Այսպես տափակ բաներ են, որ գրում եք, ձեզ եք խայտարակում։ Ինչ չեք իբր թե բան անում։ Մեր այսպես 10-ին խփինք էլի, Գևորգի մատարինք էլի, հա։ Ինչ առաջարկել մի խոսքով կռվի ժամանակ վերջին համ ասում ես հա դա սա всё լավ արդեն բրծա մեկնաբանակ մի մեկնաբանություն ախնդալս եկել հա փողով եք խոսում թե ձեր կարծիքն է բայց ավելի շատ եմ խնդրել երբ որ պատասխանը տակը մտել եմ տենամ ինչ են գրել Նարինե Հունանյանն էլ պատասխաններ ա գրել տվել են ձեռը սա գրել տվել դե հիմա ժողովուրդ ջան Եթե ես այսօր ինգեթերի ժամանակ բան կարդացի, то իրանց գրած մեկնաբանություններն է այսենց։ Եթե դուք մտածում եք, որ ճշմարիտ խոսքը փողով է, դե ցույց մտածեք։ Ձեր համար խիա տանջում այդ ճշմարիտ խոսքը փողով է, թե ձրի է։ Ձեր համար կարևոր չի ճշմարիտ խոսք լինի։ Ձեր համար կարևոր չի արդար մոտիկացում լինի իրավիճակին։ Լուսաբան են, անկեղծորեն լուսաբան են, ոնց որ կա, ոչ թե ինչ որ մեկի շահը պաշտպանեն։ Այդքանը թույլ մարդիկ են իհարկե Տիկին Ալավերդյան թույլ մարդիկն են հայհոյում ուժեղ մարդիկ պետք է հասկանան որ մեր մեծերը մեր այդ Շիրազի բանաստեղծության տակ ոգևորում են Շիրազը քֆուրով բանաստեղծություն է գրել Արա հիմա դուք բոլորը ժողովուրդ ջան որ մի բան եք գրում դուք արդեն հայտնի մարդ եք դառնում Շիրազի պես հայտնի ձեր գրածը ես կարամ դնեմ հրապարակային ու 100,000-ավոր մարդիկ տեսնեն ես ձեզ դառնեմ օրվա բանաստեղծ բայց էշի քուրակ բանաստեղծ եք էլի այդ հայոյան գրողներին եմ ասում յուրաքանչյուր մարդ պետք է մտածի որ իր գրածը իր աղջիկ երեխան կարդում է իր մայրը կարդում է եթե դուք հարգեք ձեր մորը ձեր քրոջը երթվում եմ եթե դուք ինձ հայհոյեք հրապարակային Բայց դուք չեք հարգում ձեր մորը, որտեղ ձեր մոր բերանումը իմ շունը չի շիկանի, շանթուլեք։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղցիների 90% իմի մեկնաբանությունները հայհոյանք վիրավորանք գրողների 95%-ը եւ պոլիսով, եթե ոչ 99%-ը Ղարաբաղցի ալնում։ Հիմա այդ հղփածացի ճտերին, այդ ամբարոյական զավակներին հարց եմ տալիս։ Այդ 3 տառանոցի ճտեր։ Այդ ինչ եմ արել ձեզ որ դուք ինձ հայհոյում եք։ Կարծիք եմ արտահայտում ինձ հայհոյում եք։ Այդ ձեր մամման էլ Ձեր ցեղի բերաններ, ձեր ազգի ամենահայտակիր անձնավորության, եթե ես պատասխան չտամ իմ ասացի համար, թո ես գրողի ծոցը գնամ հավերժ, բայց ես ձեր մամման լացացնելու եմ, այ շիկուրակներ, այ Բակոյի արայիկի ճտեր, կոշիկներս լիզող։ Ինչքան էս շիկուրակներ 3 լրացել է մայիսի 15-ն է, չէ եղել ոնց որ։ Հա, 3-15-ին ես հրապարակ Ստեփանակերտ կանգնացի 3 տարի առաջ, 3-վա օրվա դրությամբ։ Էս շիկուրակ ուր ես եղել։ Կոմերը շանստակը պարկի։ Հունից հանում եք Գևորգին ուզում եք ես էլ ասնեմ հայհոյանքների։
Բլոկ վերջում ժողովուրդ կներեք այս պահվածքից համար, բայց ես վերջում մեկ այրանց բլոկում եմ, ուղղակի ասում եմ մի հատ էլ լսեք, ես վեր ձեր մորը իմ շանտակը պարկեցած եմ պահում։ Ամեն օր առավոտից իրիկուն ձեր մաման իմ շանտակը պարկած ա եղել սաղ կյանքը։ Ինչ կապ ունի հարևանի հետա քաշեկել, տեքոր հետա քաշեկել, արա դուք բարոյական օրենքների զուրկի ծնունդ եք։ Ես ձեզ պատասխան տալիս եմ, որին հետաքրքրվել եմ տենամ ով այն հայոյան գրողը, պարզվել է հղպացածի ճուտա, մերը հղպացած ա եղել։ Արա ձրի է տվել, աչուցաղ, սրան նրան ձրի տվել ա։ Գոնե գնացեք արա տեղ եմ իմացել, ես վերջեր ասմա ծերեթելի է ինչ որ տեղ, տեցի կրուկ եւ լիքը գնացեք Ռուսաստան մեկալ նենց ձեզանից հերո, որ լավ տղա խաղաք, լավ աղջիկ խաղաք, գնացեք մի հերո տեղ պարկեք, փող աշխատեք, խիկ ձրի արա տրվել, աչուցաղ, այ ոչ մի բան շանթուլեք, հղպացել են ասած ճանի, դրա համար Արցախը կորցրել են, հիմա եկես դավաճան, բան, ասմա գողը առաջինն է գոռում որ բռնեցեք գողին։ Հիմա դուք արած դավաճաններ, այս շանթուլեք, որ ինձ հայոյանք եք գրում, դա ինչից է գալիս։ Դուք այնքան անբարոյականի զավակներ եք, դուք ինքնասիրություն, սրբություն չունեք։ Ձեր մորը գցեցիք հենց նոր էֆիրը ժամանակ շանս տակը, դուք ինքնասիրություն ունեք։ Ուղղակի ես ցավում եմ, որ արա փոխարի Ղարաբաղցին հələ սուս մնա, ինձ Ղարաբաղցին հայոյան գրում։ Արա սուս մնա 3 տարին լրացել է, ես որ հրապարակում անձրևի տակ կանգնած էի քո ճակատագրի համար, որ պաշտպանեմ, չես եկել կողքս կանգնել, Արայիկը Բակուն քո ճակատագիրը որոշել են, Արայիկը Բակուն թքեն քո ընտանիքի վրա, մանուկից միջև մեր, այս շիտ ծնունդներ։ Մեր ազգը դատապարտված է կործանման, այս պետությունն էլ ամենից լավ տղան Նիկոլ Փաշինյանն է, որ կարում է պահի։ Ես ըլների վարչապետ, այսքան շանթուլեքի մեջ արա, ո՞նց կարելի է պետություն պահել։ Դուք գիտեք պետություն, պետականություն պահելը ինչ է։ Դա մեկ հոգու ձեռ չի, դա բոլորից ձեռն է։ Հսես դա Նիկոլան դե ատամներով պահում, չգիտեմ ինչ անում, ոնց անում։ Շանթուլեքը ստե սրբապղծությամբ են զբաղված։ Այս շիծունն է յուրաքանչյուր Ղարաբաղցի, որ ինձ հայհոյել է, թող հիշի, իմ շանտակ իրա մերը պարկաս է։ Եվ եթե դուք ձեր կանանց մոտ ինձ հայհոյում եք, գիտեք, լավ տղա եք, ձեր կանանց էլ Հարևանի շանը, մյուս շաներ, ինչքան շներ կա կնոջդ հետ, շան թուլեք, չգնաք խոսքս փոխեք ասեք բոլորի, խոսքս վերաբերում էր հայհոյան գրող Ղարաբաղցի շան թուլեքին։ Խին ես կանարա տավար, որ ես ինչ եք կերա, յոնջա եք կերա այդ տավարներ։ Հոտոտել են պամպերսը Արայիկի, Բակոյի պամպերսը հոտոտած են սրանք, ուր են ձեր առաջնորդներ արա։ Առաջնորդը հեշտ ու հանգիստ գնում է հանձնվում, առաջնորդեն իրանք։ Թե որ ձեզ արդեն ձեր եղբայրներին կոտորել են, արդեն բան չունեին անելու, մտածել են հեսա հետ կգան Հայաստան, կշարունակեն իրաց կյանքը։ Որ ասում եմ, ինձ հայոյան գրողը կապ չունի, տարածաշրջանը որտեղից է։ Ինձ հայոյան գրողը նա շան տակ պարկող շանթուլայա։ Ինձ կարած արա, իմ խոսքերին հակադարձես, մենակ հակափաստարկներով, նույնիսկ եթե փաստարկ չունես, հակադարձի քաղաքավարի, արա ինչքան ես քո մորը սիրի, որ շների տակ պարկեսնում ես։ Այս շիծունունդ, լավ տղերքին հրապարակային ասում եմ, Ղարաբաղի լավ տղեր, եթե դուք իմ ասացի հետ թեմա ունեք, ես պատասխան եմ տալիս, դուք եթե չեք կարում ձեր շրջապատի, այդ լավ տղեր կամ են գյուղում են լավ տղա եղել, իրաց նկատի ունեմ, եթե դուք չեք կարում ձեր համագյուղացի շանթուլին Չանապակին տակ ասեք, այս շիքուրրա Գևորգը քեզ կպելա, որ դու Գևորգին վիրավորել ես։ Եթե չեք կարող անեմ, տղեր ջան։ Ինձանից չնեղանաք, իմ հետ ընդհանրապես вообще թեմա չունենաք։ Ես զարմանում եմ, լավ տղերք եք, լավ տղերն պետքա իր շրջապատը մաքուր պահի։ Ձեզ դուր է գալիս այդ վիճակը։ Ես հանրային հասարակական գործիչ եմ։ Ես հրապարակային խնդիրներ եմ բարձրացնում, վերլուծություններ եմ անում, մեկնաբանություններ եմ տալիս։ Այտենց գործով զբաղվող մարդը հայոյանքի արժանի, թե էլ մի հատ էլ գովեստի խոսքերին, մի հատ էլ շնորհակալության։ Մամիած դրանց բացատրեք էլի։ Թե շատերին էլի իսկապես Արայիկը Բակոն առել են։ Որտեվ գիտեմ արա լիքը մարդը իր ճիշտը կորցրել է փողի համար։ Դրա համար այն շանթուլեքը, որ ինձ հայոյում են, ճիշտը կորցրած շանթուլեք են։ Իրանք փողի համար Արայիկի մոտ կանգնել են։ Առաջ նեղանում էի, ասում էի, իսկի ինձ ասում փողով ես խոսում, փող են տալիս որ խոսում ես, Սորոսի գրասենյակ բան։ Դու մի ասա ինձ իրանք են այդպիսինը եւ չեմ պատկերացնում, որ մարդ կարա մաքուր անկեղծորեն խոսք խոսա, էլի խոսքի իր կարծիք արտահայտի։ Պարզ է եղել հիմա ինձ համար, բայց էլի արա շանթուլեքին արա, ես ժամանակս տրամադրում եմ բլոկելով, այս շանթուլեք։ Դուք երբեք մարդ դառնալ, այ այս շիքուրակներ։ Դուք չեք հասկանում Ղարաբաղը կորցրել ենք, քանի որ այս շիքուրակությունը մոդա էր։ Ջան, այդ այս շիքուրակների համար է ես այդքան պայքարում։ Ես առողջությունս իրանց
Որ մի Երևանցու համար եմ ես մի բան արած, ոչ մի Երևանցու համար ես բան արած չկամ կյանքում։ Չեմ հիշում, ես ինչ եմ արել, ոչ մի բան չեմ արել, 3 տարի աստի ապրում եմ, հələ մեջ հիմա Երևանցին է ինձ օգնում։ Սա արցախցիների համար եմ առողջությունը փչացրել։ Ու այդքանից հետո արա ինձ հայհոյանք է գրում իմ արտահայտված մտքի համար։ Միտք եմ ասում, ես տենց եմ մտածում, էս շիքուրակ, ես քո սխալ մտածելու համար քեզ չեմ հայհոյում։ Ես քեզ վատ բան չեմ ասում։ Լիքը երա մարդիկ կան կոմենտարի են գրում Ղարաբաղցի բան, նայում եմ, տենում եմ որ հես մարդիկ իրականությունից կտրված են։ Ոչ չեմ հայհոյի այդ մարդը։ Ասես մարդ թո տենց էլ իրականությունից կտրված մնա, մինչև որ ցանկություն կհայտնի մտնի իրականության դաշտ։ Բայց ես գալիս եմ հələ մի հատ էլ հայհոյում, բան դու սենց ես դու նենց ես։ Ակո մերը ես նույնիսկ տեսեք ասի շանս տակը պարկի։ Ես քո մոտ նույնիսկ մատով չեմ կպնի այս զզվանքներ։ Սիֆիլիսով ընկած ընտանիքով է, սիֆիլիս։ Ինչ տարբերություն մարդ ուղեղեցել սիֆիլիս թե մարմնապես թե հոգեպես։ Սիֆիլիսը կարա դուք ամենավերին սպիդով ընկած էս շիքուրակն է։ Սպիդ ա եղել է սպիդ։ Ես ասեմ խի այս էր Սարգսյանը ժամանակին ուզում Շուշիում սպիդի հիվանդանոց բացել։ Հիվանդանոց բացել սպիդը բուժելու համար։ Գիտեր որ այս շիքուրակները հղպացածի անբարոյականի չտերը շատանալու են կան Գևորգի կոշիկների լպստեն, նասկիները սուտեն։ Դրա համար է Սարգսյանը ապրասկենա ճիշտ բաներ մտածել։ Շուշիում ուզում էր տես հիվանդանոց բացել։ Ափսոս չի բացել։ Չնայած եթե լուրջ, եթե ուզեցել է ցույց տա աշխարհին որ տեսեք մենք Շուշին շենացնում ենք, ցույց ա տվել, բայց չեն շենացրել։ Ու համարժեք չէ շենացրել այդքանը։ Լավ մնացեք ներողություն իմ բաղվածքի համար իմ հետևորդներին, բայց խորանարդ, տասնապատիկ, հազար պատիկ, ինչ ասել եմ ես նոր, դրա ամենակոնկրետ քֆուրների տեսքով ձեզ ովքեր որ ինձ քֆուր եք գրել ընդհանրապես։ Այսօր էլ, վաղն էլ, երեկ էլ որ գրել եք սրանից առաջ էլ։ Ինչքան գրել եք սիֆիլիս ձեր մորը պարկեցնեմ իմ շանտակը։ Կներեք հաջողություն բոլորիդ։